Նիկոլն ու Աննան գիտեն հայտնվել ուրիշ աշխատանքային գաղութում նույնիսկ իրենց մոտենող կանգ առաջացնում Պերեդոզ է Մորեսարև բաժանվեցին ամուսնացան մեկ անձի դիկտատուրա է շատ համարեցին ուսապարկ լինելը թամ թազա թրկա Հայաստան կանգառում կանգնած քաղաքացին իր թարսապտակը տալու է պաշարքները տրվում են կրիպտոարժույթների տեսքով ԿՊ-ին տագնապ հայտարարվեց Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Մահակ TV եթերում Մահակ Podcast-ի հերթական թողարկումն է, այսօր շատ հետաքրքիր եւ հագեցած թեմաներ են քննարկելու, խոսելու ենք թե ինչպես Ալիևը եւ ասֆալտը պայթեցրեցին Նիկոլ Փաշինյանի քարոզչական փուչիկները, այնպես որ շատ հետաքրքիր թողարկում է լինելու ես վստահ եմ եւ մեր հայրենակիցներին դերենի կառաջարկենք, որպիսի բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, Facebook-յան էջին, հավանեն, կոմենտեն, տարածեն, դերենիկին կարող եք հավանել, ինձ կարող եք սրտիկել, ես դեմ չեմ։ Արեկնաս, ինչպես նշեցիր, օրակարգը բավականին հագեցած է թեմաներից Սկսենք երևի պրայմերիզմ Անդրադառնանք այս շաբաթ տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններին իհարկե այս մեկը կարևոր չէ բայց կարելի է մի հատ վրայով անցնել այսպես ծալել դնել մի կողմ քաղաքացիական պայմանագիրը շոու բեմականացրեց իբր ներքին ընտրություններ էին իրականացնում падգամավորության տեխնացուների թե իրականում այնտեղ ինչ կեղծիքներ են տեղի ունեցել հետագան ցույց կտա ինչպես նախորդ անգամ վարչության կազմի այո ընտրությունների ժամանակ հիշում ես կեղծիքները արեցին Նիկոլն ու Աննան գիտեն բայց կեղծիքների բացահայտումը ժամանակի խնդիր է բայց մինչ այդ կարող ենք մի քանի փաստ արդեն իսկ արձանագրել որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր կուսակցության ներսում լիակատար աջակցություն չունի Երկրորդ փաստն այն էր 38 պատվիրակ չէին քվեարկել Նիկոլ Փաշինյանի տեխնացիան օգտին։ Մյուսներն էլ վստահ եմ, այն որ քվեարկել էին հաստատ հաջողություն չէին քվեարկել։ Զզվելով համի կերպ այսպես քվեարկել էին շատ փաստ որ 38 հոգի ինձ թվում է որ Նիկոլ Փաշինյանը ու Աննա Հակոբյանը երևի սկսեն մի հատ մեծ հետաքննություն բարձելու այդ դավադիրներին, ովքեր չեն համարձակվել են չքվեարկել մեծ առաջնորդի տեխնացիան օգտին ու սկսվի հաշվի հարդարներ հայտնվեն ուրիշ աշխատանքային գաղութում զրկվեն պարգևավճարներից, պաշտոններից մի անգամ զգուշացրել էինք, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը լավ տեղ չի տանում։ Երևի էս 38-ին այդ ճակատագիրը սպառնա, բայց մյուսներին էլ այդպես կսպառնա, բայց ոչ անմիջապես։ Պարզվեց նաև, որ լիակատար աջակցություն չունի ազգային ժողովի աթոռը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, այսինքն այնտեղ նստած կնոպկա սեղմող ուսապարկերը իրենից ավելի շատ ձայներ ունեցողներ կային։ Երևի հենց իրենց ներսում էլ այդ Ալենի քծնանքը առ Նիկոլ, Իլհամ Ալիև, Էրդողան այդ դոզան նույնիսկ իրենց մոտենող կանգ առաջացնում Պերեդոզ է էլի Պերեդոզ Ինչ բաներ ստացել Չեմ էլ հիշում, չեմ էլ խորացել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ է падգամավորներից կային, որ իրենից ավելի շատ ձայներ էին ստացել։ Նաև Ավինյանը, նույն իրավիճակը Ավինյանի մոտ է, այնտեղ մի հատ ավականու անդամ կա Լևոն Լևոնյան կարծեմ, Ավինյանից ավելի շատ ձայն է ստացել, քան ինքը Ավինյանը։ Սա չի նշանակում, որ Լևոն Լևոնյանը իրենից ավելի մեծ բան է ներկայացնում, քան Տիգրան Ավինյանը։ Ուղղակի փաստում է, որ Ավինյանը ինքը իր ներսում, իր թիմի ներսում չունի բավարար վարկանիշ եւ եթե այսպես հա իրավիճակը նկարագրենք իրենց անունով, ուղղակի զզվում են։ Արեգնաս ջան, ես կարծում եմ, որ այս իրադարձությունը, որ տեղի ունեցավ, այդ միջոցառում շոուն, հա, այդ պրայմերիզ կոչվածը, ըստ էության ոչ մի քաղաքական նշանակություն չունի, բացի նման խոսակցություններից ու ասենք իրար մեջ դնել վերցնելուց, որովհետև վերջնական արդյունքում էլի Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ նստելու են, ցուցակը կազմեն, տնեն դեմերը, ասում են, էսա, ուզում եք էսա, չեք ուզում էսա։
Ու ես չեմ կարծում, որ ընդերից ինչ որ մեկը համարձակվի ասել, թե շեֆ կլինի, ասենք մի քիչ, նու քծնանքով կարող ասել մի քիչ վերև հանի կամ մի քիչ կողքի տալ, բայց ըստ էության իրենց որոշելիքն է, որովհետև ԿՊ-ի ներսում ինչքան էլ շոուները ցույց տան, որոշումը կայացվում է մի կենտրոնից մեկ անձի, նու երկու անձի դեպքում, այս բaragայում երկու անձի դեպքում եւ իրենք ասելու են, թե որը որից հետո է լինելու։ Այսինքն այս շոու բեմադրությունները, եթե նկատել են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, իր ընտանիքի մյուս անդամները, որոշ ԿՊԱ-ականներ ամեն ինչ անում են, որպեսզի հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեն, հասարակությունը քննարկի իրենց չգիտեմ ինչերը։ Օրինակ, այդ տրամաբանության մեջ է նաև Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի, չգիտեմ, բաժանվեցին, ամուսնացան, հիմա ասում են ամուսնացան, հա։ Քաղաքացիական ամուսնությանը վերջ է դրվել, ու հիշում ես նախորդ անգամ ես ասում էի, որ սրանք ընտրությունների նախաշեմին պսակադրություն են բեմադրել, վախենամ, որ այդ շոուն էլ այդ ներկայացումների դա եւս բեմականացնեն։ Դե այդ բեմականացումը եւս որ մի հատ անոնսում են, որ մարդիկ ասեն, հա բաժանվեցին, թե ամուսնացան, հələ նայ սերիալ էլի։ Ինչ որ սա համը եկիմաստ բան է, տեքստեր գրել։ Այդ ցույց է տալիս, որ ուզում են հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեն։ Հիմա երևի ասենք ԶԱԳՍ-ով ամուսնանում են կամ եկեղեցով, բայց իրենց աղանդավորական եկեղեցու շրջանակներում, ասենք այնտեղ Կարկալույս քահանաներ լիքը ունեն, իրենք կարող են ասենք պսակեն Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի Պճոյանը, ասենք պսակի մի հատ էլ Բենթլի նվիրի։ Նո այդ դեպքում քավորն էլ կարելի է Ալիևին բերեն դնեն, շատ հարուստ նորմալ, ասենք իրենց խաղապարները կիսող անձնավորություն, բայց այս բարակայում ինչն է հետաքրքիր, ես սոցցանցերին նայում եմ այդպես որոշ մարդկանց այսպիսի տարբերակ է քննարկվում, մի տեղից չէ, տարբեր իրար հետ կապ չունեցող տեղերից, ասում են, որ սրանով Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը լուծում են փողերի ժառանգականության հարցը։ Այսինքն, եթե իրենք ամուսնացած չեն, ֆորմալ չեն կարողանում, այսինքն ֆորմալ չկա կապ, հա, այս երկուսի մեջ, բացի ընդհանուր երեխաներից, ինչպես իրենք են նշում, հետեւաբար, եթե իշխանությունից զրկվեն, երկուսով հիմա փողերը կիսելու հարցն է առաջ գալիս կամ չգիտեմ, այնտեղ փողերին դոստուպ ունենալու հարցն է առաջ գալիս, օրինակ ասենք շվեյցարական բանկում, որ ենթադրենք ունեն մի քանի միլիոն դոլար եւ պետքա օգտվի ինչ որ մեկը, էլի, ասենք հարմար է Աննա Հակոբյանին։ Աննա Հակոբյանը չի կարող օգտվել Նիկոլ Փաշինյանի հաշվից, եթե ֆորմալ կապ չկա։ Հիմա եթե այդ ֆորմալ կապի հարցը լուծում են, փողերին հասանելիության խնդիրն է այդտեղ լուծվում, էլի, այստեղ արդեն կարևոր չի այդ հասանելիությունով կլինի Նիկոլ Փաշինյանը թե Աննա Հակոբյանը։ Այս տարբերակներն են քննարկում, նշելով, որ սրանք պատրաստվում են ուղղակի մեծ քաղաքական թռիչքի հունիսի 7-ի ընտրություններից հետո, ինչքան էլ իրենք պնդեն, որ մենք որակյալ մեծամասնություն 60%, 80%, ինչքան ուզեն այդքան կխփեն տրամաբանության մեջ են առաջնորդվելու։ Բայց բոլոր հիմա այդ մասին մենք անպայման կանրադառնանք, բոլոր հանգամանքները, իրադարձությունները ցույց են տալիս, որ սրանք վեշերը, այսպես ժողովրդական լեզվով ասած, հավաքող են հունիսի 7-ից հետո։ Տերենիկ, այս իրենց այս բեմականացման անդրադառնալով մի տեղեկություն էլ հայտնեմ, ինչու ենք ասում, որ իրականում շոու էր այնտեղ ներկայացվում, որովհետև ներքին ինֆորմացիա կա, հենց իրենց ներսից տեղեկություն են հայտնում, որ ինչպես է ցանկը իրականում ընտրվում այդ падգամավորների։ Նիկոլ Փաշինյանը անձամբ հարցնում է. դու պատրաստ ես կողմ քվեարկել իմ կայացրած յուրաքանչյուր որոշմանը։ Ու եթե որևէ մեկը այսպես կամկացի մեջ է ընկնում կամ փորձում է հասկանալ իսկ օրինակ ինչ որոշում, ասենք եթե Հայաստանի շահերին դեմ է լինելու, Նիկոլի պարագայում պարզ է, չէ, որ ինքը այլ որոշում չի կարող կայացնել, միանգամից ասում են բարի ճանապարհ եւ հայտնվում է սև ցուցակում։ Այսինքն սրանք նույնիսկ շատ համարեցին ուսապարկ լինելը, որովհետեւ ուսապարկը իր բովանդակությամբ կարող է եւ ինչ որ մի օգտակար բան էլ կարողանար անել, բայց հիմա ուզում են իրենք նույնիսկ այդ ուսապարկերին վերածել որպես կնոպկասեղմող, ամորֆ, անդեմ, անկարծիք, ինչ որ Բայց ես կարծում եմ, որ հիմա է այդ վիճակը, ասենք որևէ բան Չէ, այնտեղ մենք տեսանք ինչ որ բաներ, չէ, անդիմացողներ, որոշակի ինչ որ sense դրվագներ, հիմա ուզում են նույնիսկ դրանից, այնտեղ շիշ բռնող, չգիտեմ, Հովիկ Աղազարյան բան, հա, չէ, հիմա նույնիսկ դրանից են իրենք ուզում ապահովագրված լինեն, որ Հայաստանի շահերին դեմ բերվող յուրաքանչյուր որոշմանը
անխոս իրեն կնոպկան սեղմեն եւ կողմ քվեարկեն։ Բայց միջև հիմա արել են մարդիկ, ասենք, ինչից պետք է դժգոհ լինի։ Երևի, գիտեք, այստեղ հոգեբանական խնդիր է ինձ թվում Նիկոլ Փաշինյանի մոտ, որովհետեւ իշխանությունը միշտ այլասերելու հատկություն ունի, դա քաղաքագիտություն է, ինչ որ ասում եմ, հոգեբանություն էլ չի, այլասերելու հատկություն ունի, դրա համար մշակվել էր վաղուց հակակշռման եւ հավասարակշռման մեխանիզմներ պետության ներսում, որպեսզի մարդ չայլասերվի իշխանության մեջ, բայց քանի որ Հայաստանում չկա մեկ անձի իշխանություն, դիկտատուրա, մեկ անձի դիկտատուրա է, մանթունենք թե ուզենանք թե չուզենանք, ամեն դեպս փորձում է հաստատել, չէ, բայց մեկ անձի չի փորձում է հաստատել։ Այսինքն Արեգ Նասչյան, կա մի որոշում, որ ինքը ցանկանա անցկացնել ու չկա, ինչ որ մեկը համակարգից ասի, շեֆ, նետ, կա դες բան։ Համակարգիչ չէ։ Դե որոշակի հասարակությունը, քաղաքական կուսակցություններ, չգիտեմ, ընդդիմություն կարող է դիմադրեն։ Այսինքն այն աֆրիկյան դիկտատուրա չի էլի, հələ որ դե դա եմ ասում։ Այն բաներով, թրերով ընկնեն ավտոմատներով մարդկանց սկսեն գնդակահարել։ Հələ դրան չենք ասել։ Բայց համակարգի ներսում ինչ ասեն անում է։ Դերենիք հետո չմոռանանք, որ այս մարդը վախեցած է, որովհետև գիտի ինչ է արել, գիտի ինչ է բերել Հայաստանի գլխին, վախեցած է ու այս շաբաթ տեղի ունեցած իրադարձություններից մեկը նրա խաղաղ առավոտները խախտեց եւ մարդ վատացավ ԿՊ-ում կամ այդ մարդամեկը վատացավ, ինչը նկատի ունեմ, Մայր Հայաստան կուսակցությունը համաժողով հրավիրեց եւ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առաջարկ Հայաստանին ծրագրով եւ Բարգավաճ Հայաստանի հետ միասին։ Հետո մի հատ էլ դրան գումարած հմեկում հարցազրույց տվեց, շատ սուր շեշտադրումներ կատարեց։ Ես կառաջարկեմ մի փոքր դրվագ դիտենք այդ հարցազրույցից։ Անդրանիկ Թևանյանը, այո, հարցազրույց տվեց Մայր Հայաստան կուսակցության նախագահը, դիտենք մի դրվագ ու շարունակենք մեր զրույցը։ Առաջարկում ենք հանրային լայն կոնսոլիդացիա ընդդեմ այս իշխանության, որը Թուրքիայի ու Ադրբեջանի աջակցությամբ է մասնակցելու ընտրություններին եւ իրականացնելու այն օրակարգը, որը նրան թելադրում են Էրդողանը, Ալիևը, Ֆիդանը եւ մյուսները։ Այս հայտարարությունից հետո եւ համաժողովից հետո ԿՊ-ին տագնապ հայտարարվեց եւ այնտեղ մեյդան բերվեցին Թուրքիայի հետ ախպերություն անող Ռուբեն Ռուբինյանը, արդեն Նասկի մայկատրուսիկ ունեցող Վագն Ալեքսանյանը, Ծաղկաձորում առանձնատուն կառուցած Արսեն Թորոսյանը, ով ասես ով չմեն եւ մի կին ատամնատեխնիկ, ու ինչու են մեղադրում իրենք ընդդիմությանը մեղադրում են ուշադրություն ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու ծրագիր ունենալու մեջ, հասկանում ես, абսուրդը որտեղ է հասնում։ Ու մի հարայհրոց են դրել, հասեք, փրկեք, ինքնիշխանություն, միջամտում են մեր ներքին գործերին, ոտնահարում են մեր ինքնիշխանությունը։ Ու սա ասում են այն նույն մարդիկ, ովքեր Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի աջակցությունը, ուղիղ աջակցությունը Նիկոլ Փաշինյանի նորմալ են համարում։ Մի բան էլ շնորհակալություն են հայտնում նրան։ Ու սա ասում են մարդիկ, ովքեր իրենք են դիմում Եվրամիության չինովնիկներին եւ խնդրում են, աղաչում են, ասում են, եկեք Նիկոլ Փաշինյանին ընտրությունների ժամանակ աջակցեք այնպես, ինչպես որ Մոլդովայում աջակցեցիք Սանդուին։ Իսկ Մոլդովայում հիշեցնեմ ուղղակի մեր քաղաքացիներին իրենք ինչ արեցին։ Հիմնական ընդդիմադիր ուժերին արգելեցին, որպիսի մասնակցեն ընտրություններին, Եվրամիության տարածքում գտնվող Մոլդովայի դեսպանատներում կեղծիքներ իրականացրեցին եւ մեծ հաշվով թքեցին ժողովրդավարության վրա։ Ու հիմա Նիկոլենք ասում են, ուզում ենք ինչպես Մոլդովայում, եկեք մեզ մոտ էլ էստեղ արեք, այսինքն ընտրություններից առաջ են սրանք ուզում ընտրությունները արդեն կեղծած լինեն։ Իրենք իհարկե շատ բան կուզենան, իրոք այդ վայնասունը ԿՊ-ի կողմից բարձրացվող շատ ականջ ծակող էր եւ շատ ծիծաղել էր, ես ավելին ասեմ, ԿՊ-ի այդ վայնասունին ԿՊ-ականների որոշել է այդ Ռուբեն Ռուբինյան, Վահագ Մակ, այդ դրանց միացավ նաև Հակինազը, ադրբեջանական մամուլում եւս մեծ վայնասուն այս թեմայի հետ կապված, ես այստեղ գալուց ընթերցեցի Հակինազի հոդվածը այդ թեմայի։ Նույն շեշտադրումներով, նույն բառապաշարով, նույն շեշտադրումներ, նույն Գյումրի 2, նույն Ռուսաստանից աջակցություն, մի խոսքով այդ հիմար թեզերը այնտեղ շարադրված էին այդ հոդվածում եւ իրենք ֆիքսում էին, որ ձևավորվում է երկրորդ ուժային կենտրոն ընդդիմության ներսում, որը հավակնում է իշխանություն վերցնելուն։
այսինքն ֆիքսվում է, իրենք վայնասունով ԿՊԱ-ականները ֆիքսեցին դա, իսկ ադրբեջանական մամուլը արդեն բառացի է ֆիքսում, որ երկրորդ ուժային կենտրոնն է ձևավորվում քաղաքական դաշտում, որը հայտ է ներկայացնում կամ առանձին կամ միասնաբար իշխանություն վեր կոալիցիոն, Թևանյան նաև նշեց, չէ, հանրայինի եթերում, որ կոալիցիոն խորհրդարանական ընդհանրապես կառավարումը ենթադրում է նաև կոալիցիոն, այո, դա ասենք կոալիցիոն կառավարումը խորհրդարանական հանրապետություններին կառավարման կարգին բնորոշ երևույթ է, նաև կոալիցիայի միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորություն այստեղ դիտարկվում է։ Իսկ ինչու են ԿՊԱ-ականները այդպիսի մեծ վայնասուն բարձրացրել ու նշում, որ իրենք հասկանում են, որ իրենք բացարձակ հնարավորություն չունեն, ասենք, չգիտեմ, ասենք ինչ էլ անեն, ասենք մազերը կտրեն տեղը, ասենք, չգիտեմ, ուրիշ բան կանաչի ցանեն, իրենք հնարավորություն չունեն 50+ հավաքելու։ Դա բացառված է նորմալ ընտրությունների պարագայում, նույնիսկ աննորմալ մի փոքր, հա, ընտրությունների պարագայում իրենք 50+ հավաքելու ոչ մի շանս չունեն։ Այդ Նիկոլ Փաշինյանը, որ գորգորում է, ասենք 60+, չգիտեմ, որակյալ մեծամասնություն, դա գյումրեցիները ասում են կսկծու փառք Աստծո, էլի, մոտավորապես այդ վիճակն է այդ մարդու մոտ, ոգևորում է թիմին, որ չփախնեն, բայց ես խորհուրդ եմ տալիս ԿՊԱ-ականներին, առողջ հատվածին երևի կա այդ կուսակցության ներսում առողջ հատված, ուշադիր հետևեք ձեր ոժդի եւ իրեն այդպես մերձավոր ԿՊԱ-ականների ջղացկումներին եւ շատ շուտ հետեւություններ արեք, որովհետեւ հունիսի 7-ից հետո մենք արթնանալու ենք այլ Հայաստանում։ Հիմա վերադառնալով երկրորդ Գյումրի 2 անելուն, օրինակ այն Վագ Ալեքսանյան ասես թափահարվում է Գյումրի 2 Դե սարսափն է, Գյումրի 2-ը իրանց սարսափն է, չեն մարսում էլի դեռ Գյումրի։ Արեկը մի հատ Արեկնաց ջան, հասկանանք ինչ եղավ Գյումրի 2-ին, ասում մեզ ուզում են Գյումրի 2 անեն, ուզում են ասո քրեական հոդված լինի, էլի։ Գյումրիում ինչ եղավ։ Գյումրիում բոլոր ով ցանկանում էր մասնակցեց ընտրություններին, ԿՊ-ն մասնակցեց իր այդ արդեն հետո սեփականաշնորհված ԿՊԱ-ական դարձած, հələ ԿՊԱ-ական էլ չէր այդ տղեն, էլի Սարիկը Մինասյան։ Հայ ասում են ինքը մեր հետ է, բայց ինքը մեր հետ չի, էլի, ինքը լավ տղա է, մեր հետ չի, Սարիկին դեմ տալով, հետևում պահկվելով, որ չերևան որ ԿՊԱ գիտեն որ զզվում են իրենցից, էլի, այդպես պահկվելով Սարիկին դեմ տվեցին ու բերեցին այն Եվրա թուրքա խառը այդ մասային, որ իրար հետ մասնակցեն, ասենք մի կերպ հաղթարեն, մի կողմ իրենք էին, մյուս կողմ ասենք հիմնական առողջ բացառությամբ 1 կամ 2 մաքսիմում ուժի մնացած առողջ ընդդիմադիր ուժեր էին այն ինչ որ Երևանի ավականիում արեցին այդ էլի այդ Արամ Սարգսյան նույն սցենարով ու իշխանությունը զորով վերցրեցին նույն սցենարով ուզում էին այնտեղ կրկնեին այսինքն բնականորեն այդպիսի դասավորվածություն եղավ հիմա անդիմությունն էլ մասնակցում էր իր ուժային կենտրոններով Մայր Հայաստանը եւս բնականաբար մասնակցում էր ընտրություններին վերջն արդյունքում ստացվեց այնպես որ հանրագումարով ընդդիմությունը ավելի մեծ քվե ստացավ, քան Նիկոլ Փաշինյանը։ Գումարային եմ ես այստեղ ասում։ Եվ մարդիկ ժողովրդավարական ճանապարհով, այն ընտրություններով, որոնց արդարությունը, չգիտեմ, անկախությունը եւ մնացած բոլոր կոմպոնենտները չի վիճարկվել Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊԱ-ականների կողմից, այդ ընտրությունների միջոցով ընդդիմությունը եկավ Գյումրիում իշխանության։ Հիմա սրա ինչն է անհանգստացնող, ես ուզում եմ հասկանալ։ Դե վախենում են իշխանություն կորցնելու մեծ հաշվով։ Ասենք ժողովուրդը գնացել քվեարկել է տեխնացուի օգտին, ում հարմար է գտել։ Հիմա եղել է ինչ որ կոնկրետ X մարդ, այս բարակայում էլ կլինի կոնկրետ X մարդ, կգնան, կքվեարկեն եւ հետո արդեն բանակցությունների կոալիցիաների միջոցով կամ ասենք Աստված տա, ասենք ընդդիմությունից ինչ որ մեկը 50, ասենք մենք 50+ հավաքենք։ Խնդիրը դա չի։ Ուղղակի մի քիչ ռեալ հաշվարկներ պետք է արվեն հասկանալու համար, որ ասենք քաղաքականությունը վերջ հնարավորությունների արվեստը բոլոր տարբերակները պետք է հաշվարկես։ Հիմա եթե լինում է Գյումրի 2 ժողովրդավարական ճանապարհով ընտրությունների միջոցով, ինչն է խնդիր ԿՊԱ-ականների համար ես չեմ հասկանում ժողովրդավարություն բան իրենց համար դրանք լրիվ սուտ արժեքներ են ինչ պետք է լիներ հերթական անգամ խափում են վախեցած են որ իշխանությունը պետք է կորցնեն որովհետև վախի աչքերը մեծ են այլ տարբերակ այստեղ չկա լավ ինչ պետք է ասենք Գյումրի 2-ի խնդիրը ո՞րն է ժողովուրդ ջան
դուք հենց միած ձեզ հարց տվեք, էլի։ Նորմալ մասնակցել են ընտրություններին, ժողովրդավարական ճանապարհով անցել են ավականի, ընտրել են քաղաքապետ։ Ինչն է այստեղ խնդիր։ Իշխանությունը կորցնել է։ Այլ հարց, որ ԿՊ-ն ճղածկումների մեջ հանգնում, երբ ինքը կորցնում է իշխանությունը։ Այլ հարց, որ Նիկոլ Փաշինյանը խորապես թքած ունի ժողովրդավարական արժեքների վրա։ Այլ հարց, որ Հայաստանում որևէ համայնքում ընտրված ԿՊ-ական ընդդիմադիր ԿՊ-ական պետք է ասեի, էլի։ Այս Ֆրեդի բանն այլ շուտով դառնալու են, այդ կարգավիճակին հայտնվելու են։ Ոչ մի ընդդիմադիր քաղաքապետ չի կարողացել միջև վերջ պաշտոնավարել Հայաստանում, Փարաքարում սպանվեց, Գյումրիում բանտարկվեց, Վանաձորինը բանտարկվեց, Մամիկոն Ասլանյանն էս վերջերս մարդ հաղթել է, դրա համար գնաց 2 տարուց ավել նստավ, ելով կար Թալինում սարքեցին, դրեցին իրենց Տավրոսին, մի հատ խայտարակ երևույթ Մայրաթորում հիշում եք, չէ՞, շալվարի չեսնողը, Ալավերդիում նույն պատմությունը եղավ, այսինքն սրանք միջև հոգու խորքը խայտարակել են ժողովրդավարությունը, տեղական ինքնակառավարումը, մարդու իրավունքները, ամեն ինչ այլանդակել են, հիմա էլ աննամուսի նման կանգնած ասում է Գյումրի 2 ենք, հա Գյումրի 2 ենք անելու, հետո Այս լավ խոսքերի վրա էլ անդրադառնանք մյուս թեմային, անցնենք Ալիևը Մյունխենում պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկի փուչիկ։ Ասուլիսում ինչ հայտարարեց, ասաց, որ ինքը չի պատրաստվում իրականացնել այդ Նիկոլի խաղաղության խաչմերուկը, ասեց գնացեք Բայդենից ուզեք ձեր խաչմերուկը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անվանեց ֆաշիստներ եւ նացիստներ, գերիների թեման փակված համարեց, այսպես Ալիևի այդ կտորը մենք երևի հնարավորություն ունենք լսել, դիտենք շարունակենք, այո, ունենք։ Исключение Декларации о независимости Армении из Конституции Армении является единственным оставшимся предусловием для подписания мирного соглашения. И я думаю, что существует большое, так сказать, понимание между руководством Армении и Азербайджана, что должно быть сделано и в какой последовательности. Что касается так называемого перекрестка мира, то, как вы знаете, когда президент Трамп вернулся, он запустил ТРИП, поэтому, когда президент Байден вернется, он возобновит ваш перекресток мира. Արեք Նաշյան, ծաղրում է մարդը, Նիկոլ Փաշինյանին իր խաղաղության խաչմերուկը եւ այլն, բայց կանգ սկզբից մարդը այսինքն Ալիևը ժողովուրդ ջան չի խաբել երբևէ հայ ժողովրդին ի տարբերություն Նիկոլ Փաշինյանին։ Մարդ ինչ կա բացայան 21 թվականից օրինակ Սահմանադրության հետ կապված մարդն ասում է ես հանձնարարել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի փոխի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Սրանք իրանց պատե էին տալիս, չգիտեմ, հելնում էին երկինք, իջնում էին վար, խառակիրի էին անում, թե չէ, այտենց բան չկա, հետո եկավ թե ժամանակագրությունը ներկայացնում են, որպեսզի հայ ժողովրդի համար շատ բաներ պարզ լինի, էլի, որովհետև այս ինֆորմացիոն հոսքերի տարաշրջանում ասկի մոռանում են թե երեք ինչա տեղի ունեցել, էլի։ Հետո այնքան են խափում, որ արդեն մոռանում ես այն նախորդ խափած։ Այո, 21 թվականին անոնսը տվեց, որ հանձնարարել եմ, սա Հայաստանի Սահմանադրությունը պետքա փոխվի, որպեսզի մենք ինչ հնարավորություն տեսնենք այդ երկրի հետ խաղաղության պայմանագիր կամ հարաբերությունները նորմալացնենք։ Սրանք ասին չէ, այտենց բան չկա, ինչ եք ասում, հորս արև, մորս արև, ինչ երթում ասես գերամ, հա, հետո պարզվեց, որ ինչ ոնց էր ասում, խաչեր արը երթում ուտելուց, հա։ Հետո հելավ ասես հասկանում եք ժողովուրդ ջան, այս կողմը ցուլ են, կողմը ցուլ, մենք կարմիր շորերով, ել չգիտի որ ցելերը դալտոնիկ են ընդհանրապես, դա մի հարցի մյուս կողմն է, էլի կարմիր գույնը չեն ճանաչում։ Ինչ անենք, Սահմանադրությունը պետքա փոխենք, բայց ոչ Ադրբեջանի պահանջով։ Այսինքն մարդ ընդեղից ասում է, որ պետքա փոխենք, ինքը ասում է, հա պետքա փոխենք, բայց ասում է, արեք, ընդունենք, ոնց էր ասում, չէ՞, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Հիմա ասում է, ոնց էլ փոխենք Սահմանադրությունը, արեք ընդունենք, որ դա Ալիևի պահանջով չի եղել։ Բայց Ալիևը հետևողականորեն կրկնում էր այս թեզը, ըստ էության մեզ հայ ժողովրդին տեղյակ պահելով, որ ես ձեր այդ ԿՊ-ական լիդերին հանձնարարել եմ, որ փոխի, որ ինչ որ թուղթ ստորագրեմ հետը։
Սրանք հիմա կեսա ընդունելով, կիսա չընդունելով հասել են վերջնական փուլին, երբ որ Ալիևը ասում է լավ, այս մեկն էլ արեք, բայց կարծում եմ սա վերջինը չի, սահմանադրությունը փոխեք, որ այդ թուղթը ընտրություններից առաջ ես ստորագրեմ, բայց չեն հասցնի փոխեն, էլի, կամ այնց շատ լուրջ խոստում պետքա տա, այդ էլ չի կարող տալ, որովհետև հունիսի 7-ից ինքը իշխանության չի լինելու, որ այդ խոստումը տա։ Հիմա հայտնվել է պատային վիճակում, Ալիևից ինչ որ մի հատ լավ թոտալ բան է պետք էլի, ասենք որ մարդիկ հավատան, որ իրոք խաղաղություն է բերել եւ չտեսնեն, որ շոու խաղաղության հետ գործ ունենք, այն էլ չի ստացվում։ Ալիևն էլ հետևողականորեն իր երկրի շահերը պաշտպանելով ասում է, ախպեր փոխի այդ սահմանադրությունը, որովհետեւ այնտեղ հղում կա անկախության հռչակագրին, վերացրեք այդ հղումը, ընդհանրապես ես կարծում եմ, որ այնտեղից է գալիս նաև այն անկախության հռչակագրի խմբագրման մասին խոսակցությունները, 4-րդ հանրապետության մասին խոսակցությունները, ցեղասպանության թեման, Արցախի թեման փակված համարելը, որովհետև երբ որ ինքը ասում է 4-րդ հանրապետություն, դա նշանակում է ֆորմատ անել ընդհանրապես հայ ազգի գիտակցությունը, պատմական հիշողությունը եւ ստեղծել նոր թամ-թազա Թրկա Հայաստան, Արևմտյան Ադրբեջան, Թրկա Հայաստան, տենց ասենք, Արևմտյան Ադրբեջան, այնտեղ թուրքերը ասելու են, չգիտեմ, Արևելյան Անատոլիա, սրանք ասելու են Արևմտյան Ադրբեջան, մենք էլ կասենք Թրկա Հայաստան։ 4-րդ հանրապետությունը դա Թրկա Հայաստանի մասին է, հարգելի ժողովուրդ, երբ որ դուք գնաք ընտրատեղամաս եւ քվեարկեք ՔՊ-ի օգտին, հիշեք, որ դուք քվեարկում եք Թրկա Հայաստանի օգտին։ Այլ բան տրամաբանությունը չի ուշում այս բարագայում։ Եվ երրորդ փուչիկը մենք խոսեցինք փուչիկներ պայթեցնելու մասին, սա սահմանադրության փոխելը ես չեմ համարում փուչիկ պայթեցնել, ինչու, որովհետև ասենք 21 թվից մարդը կրկնում է, էլի։ Հիմա հայ ազգի խնդիրն է, որ չի լսում, էլի, Ալիևն ինչ է ասում եւ որոշ մասը հավատում է Նիկոլ Փաշինյանին։ Բայց ամենամեծ փուչիկը պայթեցրեց խաղաղության խաչմերուկով։ Հարց տվողը գիտես ով էր Արեգնազ։ Չէ, ճիշտ ասած։ Ստյոպա Սաֆարյանը։ Չէ, այո, եւ մասնակց, դա չգիտեի։ Այս վիդեոյի սկզբից Ստյոպա Սաֆարյանը ասենց հարցեր է տալիս, էլի, երկար բարակ, էլի Ալիևին, որ մեր լիդերը ասենք, հա, խաղաղության խաչմերուկ բան կառուցող տղա է, ոչ միայն ասենք փտած ասֆալտի անմալ, նաև խաղաղության, երևի իրենց կառուցած խաղաղության խաչմեր, երևի չէ, իրենց կառուցած խաղաղության խաչմերուկը իրենց ասֆալտի նման է։ Այսինքն մի անձրևից հետո հալելույա գնա։ Եվ այդ խաղաղության խաչմերուկին արձագանքելով ըստ էության Ալիևը պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության խաչմերուկն էլ, չգիտեմ, կոմունիկացիոն հաբ դառնալն էլ, մյուս բոլոր այդ հայտարարությունները նշելով, որ գնացեք ձեր խաղաղության խաչմերուկը ուզեք Բայդենից։ Բայդենը մի ոտով այն աշխարհում է, մի ոտով այս աշխարհով ասում է, երբ որ ասենք Բայդենը եկավ իշխանության, իր հետ էլ խաղաղության խաչմերուկը կառուցեք, այսինքն դա երբեք։ Բայց այստեղ շատ կարևոր է հասկանալ, լավ, հիմա սրանք ասում են, Ալիևը ասում է հիմա թրիպն է, որը ադրբեջանական մամուլում հիմնականում օգտագործվում է հարգելի ժողովուրդը թող իմանա Զանգեզուրի միջանցկանունով, որովհետև այնտեղ գործում է միջանցքային տրամաբանություն, ինքը ասում ախպեր ես այդ միջանցքը ստացել եմ, թրիպ կոչված է, հա, որ ես Զանգեզուրի միջանցք եմ ասում, ինձ դա է պետք, ինձ քո կոմունիկացիաները, չգիտեմ, մյուս բաները պետք չի, ինչ որ պետք լինի կգանք հանգիստ կվերցնենք, էլի, հələ որ պետք չի, բայց այս թրիպը ես ունեմ ու ընդհանրապես ինձ չի հետաքրքրում մյուս կոմունիկացիաների բացումը, ես այդպես եմ հասկանում, առավել եւս որ իրենք շատ մեծ շինարարություն իրականացնում են Սյունիքի հատվածում, հա, երկաթուղի եւ այլն, այսինքն այդ թրիպի տրամաբանության մեջ, իսկ մնացած ուղությունները ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից աշխատանքներ չի տարվում։ Եթե աշխատանքներ տարվեին, ասենք վերանորոգեին Ղազախի կողմից երկաթուղին, որը մեզ ավելի հարմար է, ասենք Շիրակի մարզի կողմից այնտեղ կոմունիկացիաներ Թուրքիայի հետ, հետո ասենք դուրս գային ուղիղ դեպի Ադրբեջան այդ կողմից, բայց որևէ աշխատանք այդ առումով չի տարվում ու Ալիևը ճիշտ է ասում, որ ես իմ թրիպը ստացել եմ, դուք էլ ձեր խաղաղության խաչմերուկով էլ գնացեք, ձեր Բայդենով էլ ինչ ուզում եք արեք։ Այսինքն եւս մեկ անգամ պայթեց Նիկոլ Խաղաղասերի փուչիկը։ Այս մարդը չի բերել խաղաղություն, երաշխավորված խաղաղություն չի բերել։ Այս մարդը բերել է կզած խաղաղություն,
որ երբ Ալիևը ուզենա տշի էս կողմ, տշի ենք։ Այսինքն արձանագրենք, որ Ալիևը շատ ավելի անկեղծ է, ինչպես դու ասացիր, հայ ժողովրդի հետ եւ բացահայտ հայտարարում է, որ իր նպատակը Հայաստանի կապիտուլյացիան է եւ ինչպես ասացինք, այդ թրքահայաստանի ստեղծումը, արևմտյան Ադրբեջանի ստեղծումը, որի սերմերը արդեն մենք տեսնում ենք, այս վերջերս Ամասիայում, հա, այդ խաղաղության իհարկե ճակերտավոր ծիծեռնակը հայտնվեց, հա, այսինքն ցմփոր-փորիկով մի հատ sense բաներ ադրբեջանցի էր գնացել, ինչ որ sense հաթաթա էր տալիս, խորհուրդներ էր տալիս մեր պարեկներին, խեղճ պարեկներն էլ այսպես վզները ծուռ կանգնած լսում էին, հա, ես ուղղակի զարմանում եմ, լավ, որտեղ ասենք թասի պատիվ, արժանապատվություն ընդհանրապես չկա, ինչպես կարող ես դու հանդուրժել, էլի, այս ամեն ինչը մանավանդ պարեկ ես, չգիտեմ սովորական քաղաքացի էլ չես էլի կամ ընդհանրապես իրենք դու պատկերացնում ես արդեն իրենց ինչքան ազատ ու լավ են զգում էլի որ sense ազատ պտտվում են ինչ որ խրատներ են տալիս կգնաս սրան ես կհարցնես նրան են կարծնես քո մեծերից բան մեր մասին կարծնես եթե մարդիկ ԱԱԾ-ի ուղեկցությամբ առոք պատիվ տալով շրջում են Հայաստանով ու գալիս են ասենք հասնում են Շիրակ բնականաբար մի հատ էլ կարա մատը թափ տա մի հատ էլ ականջը քաշի մի հատ շլոտի տա մասի լավ պահեք ձեզ իրականում սա մենք ծաղրում ենք բայց սա ողբերգություն է որովհետև նայեք տեսեք Շիրակը երևի ամենահեռավոր մարզն էր հա որը Ադրբեջանից աղաքին հեռու էր չէ աշխարհագրորեն տարածքային եւ այնտեղ շատերին թվում էր որ այստեղ չի հասնելու հա այդ ամեն ինչը հիմա ես բազմաթիվ անգամներ ասել եմ որ Ադրբեջանը երբևէ չի հրաժարվելու 100,000-ավոր ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելու ծրագրից, քանի դեռ սրանք կան։ Եվ ինքը հետևողականորեն տանում է այդ քաղաքականությունը, Ալիևը բազմաթիվ անգամներ ասել է այդ մասին եւ շարունակում է կրկնել, համեմատում է, ասենք, արցախցիների վերադարձի եւ ադրբեջանցիների բնակության հետ, ասում են, եթե ուզում եք արցախցիները վերադառնան, ուրեմն մենք էլ հնարավորություն պետք է ունենանք Հայաստանում բնակվելու բայց եթե անգամ մենք հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից Ալիևը միևնույն է պնդելու է ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագիրը որը մեծ քաղաքական ծրագիր է իրենք օգտագործում են դեմոգրաֆիական զենք գալու են Հայաստան վերցնելու են անձնագրերը 100,000 200,000 մի քանի տարի հետո դառնալու է 5-600,000 իրենք դառնալու են քաղաքական գործոն ադրբեջաներեն կոչվածը դառնալու է երկրորդ պետական լեզու ունենալու են խմբակցություն եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության Նիկոլի հույսն էլ դա է որ կգան երևի իրեն կընտրեն այդ ադրբեջանցիները Չէ ժամանակ արդեն իրեն բանի տեղել չեն տնի իրենք իրենց Մահմեդին կբերեն կընտրեն էլի 5-600,000 ադրբեջանցին արդեն որ այդ 10 տարվա կտրվածք եմ ասում այդքան հեռավոր անցյալ բան չի ապակա չի եւ այս քո ասած արևմտյան Ադրբեջանը կյանքի է կոչվելու եւ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել որ այն մարդիկ ովքեր ցանկանում են ձայն տալ ԿՊ-ին, ԿՎ տալ ԿՎ-ին իրենք ձայն են տալիս իրականում յենի Էրմենիստան, չէ, յենի Էրմենիստան խմբակցությանը ապակայում ստեղծվող իրենք ձայն են տալիս որ 100,000-ավոր ադրբեջանցիներ բնակվեն Հայաստանում արեստական քաղաքական նպատակներով բնակվեն Հայաստանում եւ թելադրեն իրենց քաղաքական կամքը իրենք թող երկար մտածեն ԿՊ-ին քվեարկելուց առաջ եւ մեկ դիտարկում էստեղ անեմ ու ավարտենք իմ կյանքի փորձից ես ծնունդով Ախալցխայից եմ չնայած Գյումրիում ապրել եմ եւ այլն այնտեղ իմ պապական տան թաղամասում այսինքն տունը որտեղ որ գտնվում է հայկական թաղամաս էր տավարներ կոչվում մցխետի թուրքերի վերադարձի մասին լսած կլինեք երբ որ Սաակաշվիլի օրոք որոշում կայացվեց թուրքերն էլ լավ փող էին տալիս այն ժամանակ $50,000 ասում էին փողը վերցրեք գնացեք Սաակաշվիլին համաձայնվել է տները առեք ապրեք ուրախ երջանիկ ու բախտավոր մցխետի թուրքերը լցվան սկսում էին վրացի հայրից հայրը մեծ հաճույքով իրենց տները ծախում էին վրացիները որոշները հա ծափ էին տալիս որ վերջապես ծախեցին գնացին հա ու ստացվեց այնպես որ թուրքերը լցվեցին արդեն զգացին որ խնդրեմ է ստեղծվում շփումների սոցիալական հարաբերությունների կոնֆլիկտներ քաղաքական ազդեցություն ու ինչ արեցին վրացիները հիմա արդեն իրենք
արգելում են հայերին, որպեսզի իրենց տները ծախեն։ Արգելելը ո՞րն է, դա բանով չեն արգելում, էլի, համոզում են, ասում են՝ մի ծախեք։ Եթե ծախում եք, անգամ եթե դուք մնացեք, եթե անգամ ծախում եք, ծախեք վրացիներին կամ այլ ազգիների։ Հիմա մենք վրացիները երկար տարիներ պահանջվեց հասկանալու համար, դա միայն ախալցխայով չի սահմանափակվում, խոսքը վերաբերում է Բաթումին, Թբիլիսիին, այդ երթերը բաները, որ տեղի են ազգային ինքնագիտակցության արտացումը ինչի է տեղի ունեցել, որովհետև հասկացել են, որ Թուրքիան տնտեսական էքսպանսիայի միջոցով լուծում է աշխարհաքաղաքական խնդիր եւ հարվածում է վրացիների ազգային ինքնությանը, դրա համար տեղի ունեցել այս զարթոնքը։ Մենք տեսել ենք այդ օրինակը։ Հիմա ինչի ենք ուզում մտնել նույն կեղտաջրի մեջ։ Գոնե այս անգամ ուրիշի սխալների վրա մենք այո, դա ակնհայտ է, հասկանում եք։ Ակնհայտ է, ինչպես ասենք, պայծառ արևածագ, չգիտես, այս պարզունակ բաներ ինչի ես խոսում, բայց ինձ թվում է, որ պետք է խոսել։ Շատ լավ, Դերենիկ, ես հիմա առաջարկում եմ, որպեսզի վերադառնանք քաղաքային խնդիրներին եւ Ավինյանի խայտարակություններին եւ թե ինչպես ասֆալտը պայթեցրեց Ավինյանի փչած փուչիկները։ Եթե հիշում ես սրանք պայթեցնելով աշխատում։ Եթե հիշում ես Ավինյանը ընդհանրապես Նիկոլը ԿՊԱ-ականները հայտարարում էին, ասում էին, հա մենք Արցախ ենք հանձնել, հա մենք զոհեր ենք տվել, չնայած այդ Արցախ հանձնելու պահը չեն ընդունում, բայց իհարկե իրանք են արել։ Բնականաբար, հա, զոհեր ենք տվել, չգիտեմ, խայտարակ կառավարում է եւ այլն, բայց զատո ասֆալտ ենք անում։ Նախորդ տարի Ավինյանի բախտը այնքանով բերեց, որ ձյուն այդքան էլ շատ չեկավ, մի կերպ պլստաց։ Բայց այս տարի, քանի որ առատ ձյուն տեղաց, նախ պարզվեց, որ սրանք ձնամաքրման աշխատանքներն են տապալում, իսկ հետո արդեն երբ որ ձյունը հալվեց, այս ԿՊԱ-ական իշխանության քաղաքային կառավարման ամբողջ ապիկարությունը դուրս եկավ ասֆալտի երես։ Ու իրենք Արեկնաս կներես մի հատ ֆիլմ կար, հիշում ես, հին ֆիլմերից էր ասում, անձրևը մաքրում է բոլոր հետքերը։ Հիմա սրանցն է։ Այո, անձրևը մաքրեց ասֆալտի հետքերը Երևանում, ԿՊԱ-ական ասֆալտի։ Հիմա փաստորեն այս ձյունը որ հալվեց, պարզվեց, որ իրանք ոչ միայն ասֆալտ են արել, այլև այնպիսի անորակ ասֆալտ են արել, որ ամբողջ Երևանը ոնց որ ռմբակոծված լինի, այնքան փոսերով լեցին է ու նստեցին ինչ մտածեցին, դե պետք է մեկի վրա մեղավորությունը բարդ է, չէ, ինչպես միշտ իրենք ասում են, մենք մեղավոր չենք, հա, մեկն ու մեկի, չէ, հիմա ավելի լավ բան են մտածել, ասում են աղն է մեղավոր։ Հա, աղն է կերել ասֆալտը։ Մենք այնքան աղ ենք ցանել, որ աղը, այ սրիկա աղը կերավ մեր ցանած ասֆալտը, բայց այստեղ հարց է առաջանում, բայց եթե աղն է կերել ասֆալտը, այդ ինչպես է ստացվում, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի դիմացը որևէ փոս չկա, այդտեղ դուք աղ չեք ցանել, թե ձյուն չի եկել, կամ այդ ինչպես է ստացվում, որ օրինակ Նորք Մարաշում գտնվող Ավինյանենց առանձնատան դեպի առանձնատուն տանող այդ ճանապարհի վրա փոս չկա, թե ասենք ձեր այդ ցանած աղը այնքան խելք ունի, որ ինքը որոշում է, որ օրինակ քաղաքապետարանի մոտ կամ Ավինյանենց տան ճանապարհի ասֆալտը չպիտի ուտի, այ դրանից հետո ինքը կարող է ուտել։ Իդեպ այս թեմայով Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը մի տեսանյութ էր հրապարակել իր Facebook-յան էջում, ես կառաջարկեմ դիտենք, նոր շարունակենք։ Հիմա մենք գտնվում ենք Արմենակյան փողոցի վրա, որտեղ գտնվում է Տիգրան Ավինյանի տունը կամ իր հոր տունը, որը գնել են 460 կամ 490,000 $, ըստ մամուլու մարտահրավերությունների։ Նա տեսեք այս փողոցի վրա, որը բավականին բանուկ, բայց խնդրահարույց փողոց է, ոչ մի հատ փոս չկա։ Այստեղ կարծում եմ եւ ձյուն է եկել եւ աղ են լցրել, բայց ոչ մի փոս այստեղ չկա։ Տիգրան Ավինյանի հոր տունն է։ Շարունակում ենք երթևեկությունը եւ տունը ավարտվելուն պես հա թեքվում ենք արդեն ձախ ու տեսեք ինչ է կատարվում այստեղ փոսերի տեսակետից, եթե մենք փորձենք հաշվել, նորից չենք կարողանալու հաշվել եւ մեքենան ուղղակի ջարդ ու խորտ լինելով հիմա տեսեք մեքենաները
ոնց են երթևեկում։ Էսեն հերներ չէ որ համբալ էր ասում ժողովրդին։ Ես հիմա որը կարադառնամ Դերենիկո։ Հիմա սա նա ինչ խայտարակություն է։ Փաստորեն մինչև իրենց տուն տանող ճանապարհին ընդհանրապես փոս չկա, դրանից հետո փոսերի շարք է ու նույնիսկ փոսալցման աշխատանքներ չեն իրականացնում։ Թեև այս փոսալցման աշխատանքների հետ կապված էլ այսպես նստել, մտածել են, թե ինչ կրուտի թորին է ներեցեք բառիս համար, այն աղի դեպքում, հա, հիմա էլ ասում են հիմա էլ մեղավոր է սրիկա անձրևը, մենք փոսալցում ենք իրականացնում, այդ սրիկա անձրևը գալիս է լվանում տանում է մեր ասֆալտը։ Մի թիվ էլ ասեմ Դերենի կներես, ընդհատեմ ասֆալտապատման եւ փոսալցման համար բյուջեից դուրս է գրվել ու մսխվել 4 միլիարդ 292 միլիոն դրամ։ Այմա կարող է շարունակել։ Այդ մղսվելը ճիշտ ասեցիր, որովհետեւ իրոք հիմա ինչ որ անում են, սա կոչվում է Երևանի բնակիչների հարկատուների փողերի վատնում, որովհետև իրենք արել են անորակ ասֆալտ, այնտեղ մի քանի կրիտերիաներ կան, էլի, ես հիմա օրինակ Միացյալ Նահանգներից մեզ այդ ասֆալտի թեմային որ անդրադարձել էինք մեր սոցիալական ցանցերում, մեր հետևորդներից մեկը արձագանքել է, բավական հետաքրքիր դիտարկում է արել, հիմա կնշեմ դա, ուրեմն մի քանի կրիտերիա կա, հա, ինչեւ բիտումի քանակը չափորոշիներով չեն օգտագործում, այսինքն նորմայից ցածր է, ջրահեռացման համակարգը խայտարակ վիճակում է, այսինքն ջուրը կուտակվում է, կամացից լցվում է այդ արանքները, սա քանի որ պիտումը քիչ է, ճեղքեր է տալիս, լցվում է արանքները, քանի որ հոսելու տեղ չունի, սառում պայթեցնում է, ստանում ենք այս իրավիճակը հիմնա սանտիմետր հաստությունը, ասենք 1 սանտիմետր, 2 սանտիմետր բարակ են անում պատկերացնում ինչքան փող են ուտում ընդհանրապես բոլոր կոռուպցիոն այդ գործերի հետաքննող կազմակերպություններ, անհատներ, փորձագետներ նշում են որ ասֆալտը ամենալավ փող ուտելու տեղն է հիմա Արեգ Նասչյան ենթադրենք ասենք ինչ որ մեկը շահել է մի սանտիմետր բարակ ասֆալտ է արել ինքը իր գրպանը դնում է միլիոնավոր դոլարներ, հավանաբար իրեն պատվեր տվողների գրպանն էլ է հասնում այդ միլիոնավոր դոլարները, ինքը ինչ ես դու ինչ մենք ինչ ենք հասկանալու, մի սանտիմետր ավելա թե մի սանտիմետր պակաս, սենց բաներ է լինում, ձյունը ասենք բացահայտում է Ալի Ավինյան Տիգրանի այդ բաները Կոռուպցիոն սխեմաներ Կոռուպցիոն, հա, սխեմաներին շատ մոտ իրավիճակ է, ես մի բան նշեմ, օրինակ այդ Ամերիկայից որ արձագանքել է, ասում է սուտ են խոսում, որ աղն է պատճառը, էլի, ինքը Միացյալ Նահանգներում ճանապարհաշինական այդ համակարգում ներգրաված մասնագետ է հայ ազգությամբ, ասում է խնդիրը բանի մեջ չի, աղի մեջ չի, պրոբլեմը ասֆալտի մեջ է, որովհետև Հայաստանում օգտագործում են ոչ ճիշտ այդ բանը բիտումը էլի ձեթ ասում են պետք է օգտագործվի PG 6428 կատեգորիայի ձուտ որպեսզի հնարավորություն լինի նորմալ ասֆալտ ունենալու որ ջուրը չլցվի չճաքեցնի այս խայտարակ իրավիճակը չունենանք բայց ես համոզված եմ որ իրենք Ավինյան ենք հատուկ դա չեն անում, հատուկ նորմայից ցածր են անում, որպեսզի ունենան այս իրավիճակը ու 20 տարին 12 ամիս իրենք ասֆալտ անեն, չգիտեմ, գերշահույթներ ստանան։ Գերշահույթներ, ատկատներ, ֆլան, ֆստան, էսկոմ, մենկոմ, ասինքն այդ ասֆալտի տակ աշխատում են միլիոնավոր դոլարներ, միլիոնավոր այդ բուլիժնիկները, որ քանդում նորից շարում են, այդ էլ մի թեմա էլ դա է, ասենք մի քանի ամսվա շարած այդ բուլիժնիկ կոչվածները արդեն սկսում են քայքայվել, սրա համար ով է պատասխան տալու, այսինքն այստեղ չկա կոռուպցիոն ռիսկեր, ում են իրենք այդ պատվերը տալիս բուլիժնիկ, ես ժողովրդական լեզվով եմ ասում, որ գործարաններին են տալիս, մի հատ հետաքննություն է պետք է ամեն ինչի համար իրականացնել։ Թե որտեղ են գնում այդ գումարները, ես կառաջարկեմ, որպեսզի մեզ դիտողները իրենք գնահատեն, օրինակ քիչ առաջ որ մենք ցույց տվեցինք Տիգրան Ավինյանենց ընտանիքին պատկանող առանձնատունը, որը գտնվում է Նոր Քմարաշում, նրա մոր առանձնատունն է, համենայն դեպս մոր անունով է գնվել այս եռահարկ առանձնատունը։ Մի քանի հատ ունեն, ունեն։ Ինքը աղբերը, կինը, տղեն, փոքր երեխեն։ Դե բա ասում ես, ամեն մի սանտիմ ասֆալտը
տուն արժի է, այսպես ասենք։ Հա, մամուլը գրեց, որ Տիգրան Ավինյանի մոր այս առանձնատունը 2004 թվականին գնել են $490,000։ Հետո այնտեղ ինչ որ մութ պատմություններ եղան, գնելուց անմիջապես հետո գրավադրեցին, հետո վաճառքի էին հանել, հետո ինչ արեցին, մի խոսքով այդպես էլ պարզ չդարձավ, բայց սա էլ ամենը չէ։ Այդ Տիգրան Ավինյանի հայրն էլ առանձնատուն է կառուցում Սևանի հենց ափին ու ամենատարբեր ամենամեղմ հաշվարկներով այդ առանձնատունը մոտավորապես $200,000 կարգի է։ Հիշեցնեմ, որ սա այն նույն Տիգրան Ավինյանի հայրն է, որ օպելների վարորդներին վիրավորում էր եւ նրանց համբալներ էր անվանում։ Ու նաև սա այն Տիգրան Ավինյանն է, որը ըստ Ֆրեյդի ասում էր ավականու վերջին նիստի ժամանակ, ասում էր մենք հո ժողովրդի փողերը չենք հավաքել ու տարել Սևանի ափին դղյակներ կառուցել էր, ըստ Ֆրեյդի ինքը խոստովանեց, հետո այդ պահին ինքն էլ զգացել ինչ է ասում, այդ տեսանյութից կառաջարկեմ շատ զավեշտալի էր, դիտենք։ Փողերը հավաքագրեցինք, չտարանք Սևանի ափին, մեզ դղյակներ սարքեցինք։ Փողերը հավաքագրեցինք։ Ավինյանի առանձնատունը կառուցվում է 2000 քառակուսի մետր հողամասի վրա, որի հարևանությամբ գտնվող 660 քառակուսի մետր հողամասը եւս պատկանում է նրան։ Հիանալի, փաստորեն իշխանությունը հարստանալու բարեբեր ասֆալտ է։ Ոչ միայն ասֆալտ, Արեգնաս ջան, հիմա տպավորություն չստեղծվի, որ փող աշխատելը մենակ ասֆալտով է տեղի ունենում, նաև կա վայրի շինարարությունը, հա, այն ինչ որ Երևանը իմ կարծիքով ճարտարապետական տեսանկյունից անվերադարձ կորսված է, կամ ասենք մի 40%-ը պետք է քանդել, որ այս քաղաքը տեսքի գա, այն շին թույլտվությունները, որոնք պիկին հասան 24 թվականին, կարծեմ 4000-ից բարձր էր, 4000 շին թույլտվություն են տվել, դրա համար, ասենք յուրաքանչյուր բակում մենք կարող է ասենք մի երկու ուշադրություն չդարձնես 18-20 հարկանի շենք ծլեն։ Նորմերի խախտումներով բնականաբար։ Ինչ նորմ, ինչ բան, քաղաքաշինական ոչ մի նորմ չպահպանված չի։ Արեգնաս ջան, նկատել ես ինչքան հաճախ են կոյուղիները պայթում Երևանում։ Առաջ նման խնդիր չկար, չէ՞։ Հիմա գրեթե ամեն օր ինչ որ մի թաղամասում կարող ես տեսնել, որ կոյուղին էլ գնում է, ասենք փողոցը դարձել է այդ կոյուղատար համակարգ։ Կամ եթե մի փոքր հորդառատ անձրև է տեղի ունենում, Երևանը կոլապսի է ենթարկվում, արդեն նավակներ են հանում ժողովուրդներից։ Դա մյուս խնդիրն է, որ ջրահեռացման համակարգի հերն անիծել են տեր չեն լինում, բայց կոյուղիների խնդիրը գալիս է շինարարությունից, այսքան շենքեր, որ աճում են, կոյուղին նախատեսված է եղել, ասենք X քանակի բնակության համար։ Հիմա ասենք մի քանի անգամ, այսինքն 4000-ից ավել շին թույլտվություն են տվել, դա նշանակում է շենքեր, ու մենք տեսնում ենք մեր առօրյայի մեջ շենքերը հսկայական, ասենք այդ շինարարությունը իրականացնում է, ոչ կոյուղին է բավականացնում, ոչ ջրամատակարարման համակարգն է բավականացնում, ոչ էլեկտրամատակարարումն է բավականացնում, եւ սա եւ ի վերջո ոչ էլ բավարարում են ճանապարհները, դրա համար տրանսպորտային կոլապսի մեջ է ընկնում Երևանը, ասենք այդ խթանումները, կայանատեղիների բացակայություն, դա ինչի արդյունք է, որ աննորմալ իրենք մեծացնում են առանց որևէ հաշվարկի, երևանցին կանգնում է այս խնդիրների առաջ, այսինքն տեղ չկա, այսինքն նայում ես, ասենք մի փոքր տեղ է, մի երկու օրից բանը բարձրարկ է տեղ վերխոյանում, բայց խնդիրը նաև սրա մեջ չի, խնդիրը նաև նրա մեջ է, որ սեյսմակայունության այդ խնդիրներ կարող են առաջանալ։ Արեգնաս ջան, այս շենքերը, որ կառուցում են, ես չգիտեմ, ես օրինակ չեմ վստահում ԿՊԱ-կան իշխանության վերահսկողությանը այս առումով։ Չէ, բայց դա ամենալուրջ խնդիրն է։ Բնականաբար։ Այս մասին չի խոսվում, բայց ազգային ապաստարանների խնդիր էլ կա, նաև այդ նոր կառուցվող շենքերում ապաստարաններն են բացակայում, ներում էլ ապաստարաններ չկան։ Սեյսմակայունության խնդիրը Երևանի պարագայում, որը իր հարևանությամբ ունի Գառնիի օջախը, որը պարբերաբար մեծ կտրվածներով էլի պայթում է այնտեղ, այսինքն ակտիվանում է այդ բանը օջախը, լրջագույն խնդիրների առաջ է կանգնած։ Ինչի նշեցի, որ չեմ վստահում, որովհետև օրինակներ շատ կան, որ սրանց ինչպես կարելի է վստահել, ասենք ինչ որ բանի վերահսկողություն, երբ Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիր են կառուցում, պետական նախագիծ անցած
իրենց կողմից, պետականորեն նախագիծը հաստատված, տարել շինարարին տվել են, ասել է, եղբայր, էսի փլվելու է, շինարարը էլի, իրենց նախագծին է ասում, ասել է ոչինչ սարքի, ասենք չի փլվելու, մենք գիտես, ասենք ամերիկյան տեխնոլոգիաներով, չգիտեմ, մոդուլային ինչերով բան կանենք, շինարարը սարքել է, մի տարի հետո հազիվ են փրկվել, տեսել են, որ իրոք փլվում է։ Դրել սկսել են քանդել, հիմա այդ շինարարություն անող, այդ վերահսկողություն իրականացնող իշխանությունը ինձ ասում է, որ սրանք կարող է անվտանգ, ես օրինակ չեմ հավատում։ Դերենիկ խոսեցինք Ավինյանի կարողությունների մասին, ես առաջարկում եմ, որպեսզի մենք այսպես թռուցիկ վերհիշենք, թե ով էր Ավինյանը 18 թվականին եւ ինչպես այսպես ասած այս թրաշամանուկը շատ արագ կարողացավ աղքատությունը հաղթահարել իր գրպանում 2018 թվականին, երբ դեռ նոր էր նշանակվել փոխվարչապետ կամ իր դեպքում ավելի ճիշտ կլինի ասել փողվարչապետ, առաջինը ինչը որ արեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացավ $35,000 դրամաշնոր իր համար, իր ընտանիքը չրերի բիզնեսը զարգացնելու համար, հիշում ես դրանից հետո առաջի կոռուպցիոն սկանդալն էր, ես հիշում եմ, կոչել, չրերի տիկո է, ինքը կնքվեց այդ անունը իր վրա, եւ ով հրաշք, ինչ տեղի ունեցավ անմիջապես դրանից հետո, այդ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենը, որը Տիգրան Ավինյանին $35,000 դրամաշնոր էր տվել, նշանակվեց գյուղատնտեսության նախարար։ Совпадение, не думаю։ Հաջորդը, հետո արդեն եկավ այդ կորոնայի շրջանը, հիշում ես, Պարետ էր աշխատում, հա։ Պարետ էր աշխատում, թե ինչ ձևով էին, խայտառակ ձևով էին իրենք պայքարում կորոնայի դեմ եւ իրենց մեղքով որքան զոհեր մենք տվեցինք, բոլորը գիտեն, իսկ թե ինչ կոռուպցիոն սխեմաներ իրենք իրականացրեցին, դա արդեն ես համոզված եմ, որ իշխանապողությունից հետո լիարժեք կպարզվի։ Դրանից հետո եկավ արդեն հանրահայտ Անիֆի այդ խայտառակ պատմությունը, որ պետական բյուջեից 25 միլիարդ դրամ այսպես ուղակի հոդս հնդեցվեց, մխսվեց եւ այդ հիմնադրամի տնօրենը Տիգրան Ավինյանը մարդկանց գրպաններում 25 միլիոն դոլար կապեի ձեռնկնի օդ։ Դրանից հետո եկավ Երևանի ավականու ընտրությունների փուլը, երբ ստանալով երևանցիների փոքրամասնության քվեն, Տիգրան Ավինյանը կուլիսային այսպես առևտրի անասնագողության արդյունքում զորով բերվեց եւ նստեցվեց քաղաքապետի աթոռին ու սկսվեց այդ խայտառակ կառավարումը ու պարգևավճարները, որ բաժանում է։ Օրինակ այս տարի 1 միլիարդից ավելի պարգևավճար են իրենց համար սահմանել ու որքան նախատեսել են, որ պիտի տուգանեն քաղաքացիներին, այնքան էլ իրենց համար պարգևավճար են սահմանել։ Նաև հիշում ես, որ կարմիր գծերը երբ 13 անգամ թանկացրեցին, ինչ էին իրենք ասում էին թանկացնում ենք, որպեսզի Երևանը բեռնաթափվի, բայց Երևանը չբեռնաթափվեց, իսկ իրենք որքան որ այդ թանկացված կարմիր գծերի համար գումարները հավաքեցին, այդքան էլ իրենց համար պարգևավճար բաժանեցին։ Արեգ այստեղ կարելի է այսպես եզրակացություն անել, որ քաղաքացին ԿՊ-ի համար հարստացման մատերիալ է։ Տուգանքի մատերիալ է, տուգանքի եւ հարստացման մատերիալ է։ Հարստանաս։ Այդ սխեման է աշխատում, էլի։ Դրա համար էլ գովում է, չէ՞, սիրում եմ փողերը քերում ես, չսիրես այդ քաղաքացուն։ Իմիջիայլոց էս Տիգրան Ավինյանը, որ նոր էր էլի 18 թվականին մտել ոդկ դրել քաղաքականություն ու նոր էր ամրապնդվում, այն որ ոչ գվում էր, ոչ բվում էր, աշխատում էր շատ չխոսար, որ այսպես խելոքի տեղ անցներ, ու մեր նախորդ թողարկումներից մեկի ժամանակ, եթե հիշում ես, ես ասում էի, որ 7 օրը դեռ 6-7 տարի առաջ էր տեսանյութեր պատրաստում սրանց մասին, այդպիսի մի տեսանյութ մենք ունենք նաև պատրաստած Տիգրան Ավինյանի մասին, դիտենք ու դրանից հետո արդեն մեր զրույցը շարունակենք հյուրի հետ։ Տիգրան Ավինյան։ Ողջույն։ Թավշյա հեղափոխության միջոցով իշխանության եկան թրաշամանուկները, նրանք հիմնականում զավզակ են, շատախոս ու դատարկախոս։ Տոպրակի մեջ եղել է 5 հաց, այն պուրիներից, բանից, այդ ծովագյուղի խանութից գնված, այսինքն տոպրակից են կռահել, պանիր եւ մի շիշ կոնյակ։ Որքան շատ է դատարկությունը, այնքան շատ է խոսում միջին վիճակագրական թրաշամանուկ իշխանավորը։ Քայլում են, քայլում են, քայլում։
Մեջները սակայն շուստրիներն էլ կան, քիչ են, բայց կան։ Կուզենայի շնորհավորել ձեզ ձեր ծննդյան կապակցությամբ։ Այդ շուստրիներն այնքան խելք չունեն, որ նորմալ բաներ ասեն կամ անեն, բայց այնքան ֆայմ ունեն, որ զավզակություն չանեն ու լռեն։ Սրանք առաջնորդվում են հայտնի կարգախոսով՝ լուռ մնա, խելացու տեղ կանցնես։ Շնորհակալ եմ շատ։ Այդ շուստրիներից մեկը փոխվարչապետ նշանակված Տիգրան Ավինյանն է։ Դեմքի խելացի ու ինժեներ բալա արտահայտությամբ ու ներքին դատարկությամբ սույն անթրաշամանուկը սա այնքան շուստրի է, որ թրաշվել է, որպիսի այդ հարցում էլ տարբերվի իր թիմակիցներից, ոչ գվում է, ոչ բվվում, բայց դատելով ամենից ինքն իրեն լուրջ մարդու տեղ է դնում։ Եվ ինչու չպետք է դնի։ Եթե Նիկոլի պես մեկը դարձել է վարչապետ, ապա ինչու ես նույնը չեմ կարող անել, մտածում է Ավինյան Տիկոն ու թրաշվում։ Թե ինչ արժանինքների ու կարողությունների հաշվին է Ավինյանը դարձել փոխվարչապետ, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ հեղափոխության օրերին նա Նիկոլի ջրի շիշն էր երբեմն բռնում, երբ մյուս ջրի շիշ բռնողը զբաղված էր լինում ռազմավարական նշանակության այլ բան բռնելով։ Բացի այդ, Ավինյանը հեղափոխության օրերին քայլել է։ Ասուլիսների ժամանակ մամլո խոսնակի դեր է կատարել ու լռել է, բայց հենց խոսում է, անմիջապես զգացվում է, որ դատարկախոսների թիմից է։ Ես ուզում եմ հրավիրել Նիկոլ Փաշինյանին։ Այս լրակյաց անթրաշամանուկը պարզվում է նաև բուրժուйսկի կայֆերի սիրահար է ու ինքնահաստատման լուրջ խնդիր ունի։ Տեսնել էր պետք այս սրբխեչի ուլ հիշեցնողի դեմքը, երբ հեղափոխական լֆիկ Սամոն Բենթլի հովանոցը փոխանցեց, որպեսի պահեն ինքն իրենից գոհ քայլող Տիգրան Ավինյանի գլխավերևում։ Ըստ ամենայնի զոնտիկը եւ թրաշամանուկների, եւ անթրաշամանուկների, եւ նրանց կանանց թույլ կողմն է։ Սրանք սիրում են, որ իրենց գլխին զոնտիկ պահեն, իրենց տանեն պատիվ տան։ Իրենք ուտեն խմեն, ման գան։ Իսկական հեղափոխականը հենց այսպիսին է լինում։ Գազարի մուրաբա ուտող, խաշից հետո տրճիկ տվող, կապիկություններ անող, զույգ թշերով ծամող, Բենթլի ֆիրմայի հովանոցի տակ կանգնող, ամլիկ դեմքով, լֆիկի հետ տնտեսական հեղափոխություն անող եւ ուղիղ եթերում գղտացող։ Մեր զրույցը շարունակենք Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։ Ողջույն, պարոն Սուքիասյան։ Առաջին անգամ եք մեր տաղավարում, շնորհակալ ենք եւ նաեւ կարող ենք շնորհավորանքներից սկսել, որովհետեւ արդեն երկրորդ տարին անընդմեջ Մայր Հայաստան խմբակցության աշխատանքը գնահատվում է մեր երևանցիների կողմից ու արդեն մենք երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում ենք ըստ հարցումների։ Առաջին ես եմ ուզում նախ ձեզ շնորհավորել պրոյեկտի մեկնարկի կապակցությամբ, հատկապես նախընտրական շրջանում ինտերակտիվ շփման պահանջարկը մեծ է լինելու։ Ինչ վերաբերում է խմբակցության գնահատականը, ես կարծում եմ դա շարունակական է լինելու նաև հաջորդ տարիների հետ կապված, բայց բոլորն էլ գիտեն, որ մեր գործունեությունը սոսկ այդպես զուտ չի տեղավորվում դասական ավականու գործունեության մեջ, հա։ Չթվարկեմ այն աբսուրդ խնդիրները, որոնցով մեզ դիմում են այդուհանդերձ այդտեղ ենք փորձում խորամուխ լինել։ Օրինակ, ասենք այդ խնդիրներից մեկը կասեք։ Դե ասենք կարող է զանգեն, ասենք գիտեք, Անդրանիկի թաղամասում հնդիկները շատացել են զբաղվում այդտեղ չապրեն օրինակի համար։ Դուք մինչև քաղաքական օրակարգ եւ անգամից շատ տարբեր քաղաքական վերլուծաբաններ, դուք մինչև նույն իշխանությունները ընդունում որ քաղաքական պոլեմիկան ազգային ժողովից ոչ պակաս է լինում, երբեմն ավելի թեժ եւ ընդհանուր հարկադրված են լինում իշխանությունները հավելյալ բերետներ հրավիրել, որ մի կերպ հնարավոր լինի ինչ-որ թե լրացնել, բայց դրանից իրականություն չի փոխվում։ Իդեպ այս առումով Մայր Հայաստանը մի նորամուծություն էլ կատարեց քաղաքային ավականիում, քաղաքականացրեց իրադրությունը, իրավիճակը եւ օրակարգը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություններ Մայր Հայաստան խմբակցությունը քաղաքականացված իրականացնում, դա էլ նոր մշակույթ էր։ Իհարկե, ցավոք մեր կանխազգացողությունները արդարացան, որ ընտրություններից անմիջապես հետո մեկնարկեց Արցախի հայաթափումը եւ առավել քան արդիական էր մեր նախընտրական քարոզչության այն հիմքը, այն կոդերը, որ մենք օգտագործում էինք եւ ժամանակի հետ էլ փառք Աստծո մենք մեր գործունեության քաղաքական բաղկացուցիչը միշտ բարձր ենք պահել, բայց նաեւ ուղիղ համեմատական ձևով
որքան քաղաքական ենք եղել, այդքան սոցիալական ենք։ Այո։ Այսինքն չկա մի քաղաքացի, մի չգիտեմ, ասենք, չգիտեմ, զանգում ասում են, գիտեք, մեր հարևանը գոյուղատար այդ խողովակները անցկացնում է այդ լիֆտի հորանի մեջով։ Պետքա զբաղվել այդ հարցով։ Դա քաղաքական է ոչ, բայց պետքա զբաղվել, միանշանակ պետքա զբաղվել։ Այսինքն որքան քաղաքական ենք, այնքան էլ սոցիալական ենք։ Այստեղ մի կներես մի կարևոր բարձրացան բան նշեցիք, որ մենք դասական ավականու ֆորմատի մեջ չենք ձևաչափի։ Բայց ես կարծում եմ, որ Մայր Հայաստանը հենց դասական, այսինքն նորմալ ժողովրդավարական երկրներում անկալելի դասական ավականու ֆորմատի մեջ է։ Ուղղակի այլ հարց է, որ Հայաստանում աղճատված է ավականու ինստիտուտը։ Բացարձակ այլ բան եմ պատկերացնում։ Ասենք ես իմ ընկալումները ասեմ, բանի հետ կապված, ավականու հետ կապված, ինչ ընկալում կա, հա, միջև էս վերջերս, որ պետք է ինչ-որ հավաքվում են ամիսը մեկ, ծանոթ բարեկամ, ազգ բարեկամ, ընկեր, ինչ-որ կնոպկեք են սեղմում, ինչ-որ որոշումներ կայացնում, ոչ մի ելույթ առանձնապես, ոչ մի թեժացում, միջև վերջերս այդ վիճակն էր, էլի։ Այսինքն քաղաքացիների խնդիրներին 1000-ից մեկը անդրադառնալ կամ չանդրադառնալ, կորել, իսկի համարներն էլ չգիտեին շատ դեպքերում, չէ՞։ Այո։ Այդ Հայաստանում ավականու ինստիտուտի դասական ընկալումը դա է, որից դուրս է եկել Մայր Հայաստանը։ Եվ դարձել է իսկական դասական հավաkan։ Եվ որից ԿՊ-ն շատ նյարդայնանում է եւ բորբոքվում է եւ սարսափում է։ Սարսափն եք դուք փաստորեն Երևանի ավականիում ԿՊ-ի համար։ Չէ, իրենք ակնհայտ դիսկոմֆորտի մեջ են, որ եւ անգամ էս Երևանում որ կոնկրետ ասենք, այս ինչ կամ ինչ ավականու անդամին հանձնարարված է Մայր Հայաստանի դեմ թիրախավորված ինչ որ մի հատ սուտ կեղծիկ ցեխարցակում մի նողկալի տեքստ ասել։ Իհարկե դա միջապես հակադարձվում է, րոպեներ անց չի թողնվում ոչ մի բան, այսպես ասենք, անուշադրության մատնված, միևնույն ժամանակ էլ անկախ նայած ինչ քաղաքական պոլեմիկա այդտեղ կգնա, միևնույնն է ավականու նիստի վերջում, երբ որ գնում է հարց ու պատասխանի այդ ֆորմատը, մենք գրեթե ողջ խմբակցության կազմով շատ կոնկրետ խնդիրներ ենք առաջ քաշում, որոնք այնքան քաղաքական չեն, բայց դրանց համախումբը, դրանց հավաքական առումով դրանց արկայությունը որոշակի քաղաքական արձանագրում է կատարում, որ ահա տեսեք, այս ինչ խնդիրները կան եւ անմիջապես պետք է հրապարակային տրվեն հրահանգներ, որ գնան այդ խնդիրների օրինակ ասֆալտը քաղաքական է հետևից։ Հիմա ասֆալտը քաղաքական է, կոռուպցիա քաղաքական է, բայց այսպեսի մի բան կա, որ նոր ասեցիք, մենք նոր իրական դասականը մենք ենք դասական ընդդիմադիր ավականու կամ առասարակ ավականու անդամ լինելու այսպեսի մի նյուանս կա, որ դա չի համարվում աշխատանք, դա չի ենթադրվում 9-ից 6-ը գնալ այդ աշխատավայրը։ Չի վճարվում։ Շատ դժվար է գտնել, հայթայթել քաղաքականապես մոտիվացված մարդկանց, ովքեր սոցիալական խանգարող հանգամանքներ ունեն եւ պատրաստ են զբաղվել դրանով։ Որտեւ ինչպես դուք նշեցիք, դա չի վճարվում, դա աշխատանք չի եւ անգամից քաղաքացիներին ապահովագրություն էլ չի հասնում։ Ինչը շատ սխալ է, ոչ մի արտոնություն չի հասնում։ Բայց падգամավորներին էլ չի հասնում։ Բայց դա դնենք իրականում մեր օրերում այդ ասֆալտի հետ կապված, քաղաքի խնդիրների հետ կապված, երբ որ դու տենում ես սոցիալական ցանցերում, այնպիսի մարդիկ են արդեն սկսել ցասում արտահայտել, որոնք քիչ ավելի իներտ են, ավելի անտարբեր են, ավելի, հա, այսպես լոյալ են իշխանությունների հանդեպ։ Դու հասկանում ես, որ արի ես մի քիչ քաշվեմ մի կողմ, իրանք լավ ասում են, որովհետև երբ որ ոչ մեկը չի խոսում, մենք խոսում ենք, հա։ Երբ որ մենք ասում ենք, որ օրինակի համար եթե դու մի քանի միլիարդ բյուջեով միջին նորոգում ես նախատեսում, բայց տեղ հսկմանը տալիս ես գրոշներ, մենք դա ասել ենք ամռանը, հա, կամ բյուջեն ընդունելուց, որ տեխսկողը թուղթ է ծախում, այդ գրոշներով չի կարա նա աշխատող պահի, գնա ասֆալտի բիտումի որակը, ստուգի ասֆալտի հաստությունը, ստուգի տեսնի ասենք եզրաքարերի հետ կարերը դուք ճիշտ եք տալի կամ դիտահորերը պատշաճ մակարդակի վրա են, թե չէ։ Երբ որ այդ ժամանակ մենք դա բարձրաձայնում ենք, մեդիաների մեյնսթրիմին դա հետաքրքիր չէ, որովհետև այդ պահին կոնֆլիկտ բան չկա, ճգնաժամ չկա։ Բայց երբ որ քո բարձրացրածի պատճառով որ A ստվերային է, B ձեր հետ աֆիլացված է, G տեխսկում չկա, ասես լավ ջհանդամ թեկուզ փեկուզ թող ձեր հետ աֆիլացվածները այդ փողը աշխատեն լավ, հա։ Մենակ թե տեխսկողը գնա հսկի նորմալ որակով գործ անեն։ Այ որ դա էլ չկա, մենք ժամանակին ենք բարձրացնում
Հիմա մենք ակունքներին ենք միշտ անդրադառնում խնդրի, հետևանքները տեսնում են բոլորը։ Այդ դեպքերում մենք մի փոքր համեստաբար հետ ենք քաշում, ասում ենք դե անսամբլով սկսեք, որովհետև մենակ ասֆալտը չի, դա ջրահեռացումն է, դա ձյունամաքրումն է, դա չգիտեմ, քաղաքի էկոլոգիայի վիճակն է, դա խցանումներն են, այսինքն մի ամբողջ համալիր խնդիրների այսպես շղթա է, որը քաղաքացու կյանք ուղղակի դարձնում է։ Պարոն Սուքիասյան, իմ մոտ տպավորություն է, որ Երևանի կենսական նշանակության ենթակառուցվածքները ճանապարհներից սկսած վերջացրած գույողիներով կոլապսի եզրին է գտնվում։ Այսինքն մի քիչ էլ մեծանա, մի քիչ էլ մարդիկ շատանան, լրջագույն խնդիրներ առաջանալու Երևանում։ Հեռանկարային կառավարման, պլանավորման ծրագիր ԿՊ-ն ներկայացրել է դրանով առաջնորդում։ Օրինակ շենք, որ սարքում են, ինձ շատ հետաքրքիր էլի, ասենք Զեյթունում ենթադրենք սեփական տներ են, մի 4 հատ սեփական տուն առնում է, մեկ էլ տենում է 30 հարկանի շենք։ Սեփական տների մեջ ոչ ինֆրաստրուկտուրա կա, ոչ նորմալ ճանապարհ կա, ոչ պարկինգի տեղ կա։ Այդ ոնց է լինում էլի, այդ որ տալիս են այդ բաները, ինչ են ասում, շինթույլտվությունները, հա, այդ ինչ որ պլան կա, այդ պլանով են շարժվում, ինչ որ բացատրություն ներկայացնում են, թե փողի մունած վիճակն է։ Տալիս են, թե ամեն դեպքում իրեն սրտի օլիգարխներից պիտի լինի։ Դե ինչ որ փողմող ֆերումա, պարոն Սուքիասյան։ Դե տարբեր խոսակցություններ կան, թե ինչ գնացուցակ եւ զեղչերի ճկուն համակարգչություն։ Կա, հա, այդ ընդհանուր խոսակցություններ կան, որ այդ կաշառքները տրվում են կրիպտոարժույթների տեսքով։ Այստեղ հնարավոր չլինի դա ֆիքսել։ Այսինքն նոր տեխնոլոգիաներ իրականում բերվել են նրանց։ Բայց եթե դա մի պահ դնենք մի կողմ, տպավորություն է, որ ինչ-որ մի հատ բարի փերիա նստած ընդեղ, ով դիմում է բոլորի շինթույլտվություն է տալիս։ Ես հիշեցնում եմ 24 թվականի սեպտեմբերին բերեցին քաղաքի գլխավոր հատակագիծ թունեցին զորով դժվարությամբ, այն բանով, որ հատակագիծ չկար, քաղաքը անկանոն աճել էր, հիմա մենք հատակագիծը բերենք եղած վիճակին հարմարացնենք, ոչ թե հատակագիծը ընդունենք ըստ այդմ շինթույլտվություն տանք։ Եվ նաև հատուկ ընդգծում են, որ այդ հատակագծի ելակետային տվյալները ամբողջական չեն, այսինքն մենք կարող սխալվենք, էլի, այդ դե տեղ են թողնում, որ հետո ասեն, հա, իրենք են այդ տարվա քաղաքը մոտենում է 1.200.000 ազգաբնակչության, քաղաքի փողոցների թողունակությունը չի հերիքում, ջրամատակարարումը չի հերիքում, կոյուղատարը չի հերիքում, հեղատարը չի հերիքում, բայց իրենք շարունակել են, դրա համար ես պարբերաբար քաղաքային հավաքականիստների ժամանակին տարբեր ֆորմատներում հայտարարում եմ, որ ինչպես ամբողջ հանրապետության, այնպես էլ Երևանի ապագա իշխանություններին ոչ Երևանի, որ շատ բան տեսնելով որ ողջամտությունից անգամից օրենքից դուրս է, բայց այնպեսի ծավալի ներդրում արած, որ դու չես կարող միանգամից քանդել դա, նույն վերլատ ջուրը պարբերաբար խնդիրներ է առաջանում, երբ որ դիմում ենք, աղաղակում ենք, որ ասենք ինչա պարբերաբար ջուրը կտրվում, կամ ինչի դուք ժամանակին կոյուղատար համակարգերը չեք նորոգում։ Մարդիկ էլ ասում են, երբ որ կառավարումը հանձնել եք մեզ, դուք մեզ չեք ասել, որ քաղաքի այսքան մեծանալու է։ Այսինքն մեզանից մի նեղացեք, գումարած բնական ճանապարհով գլոբալ բարգացման արդյունքում աղբյուրների հետ կապված քաղաք մտնող ջրի լիտր վարկյան այդ հարաբերակցությունը զգալիորեն նվազել է բնայով բնական եղանակով եւ պահանջարկն ավելացել։ Դրա համար քաղաքում հատկապես ամռան ամիսներին պարբերաբար ջրանջատումներ ա լինում եւ ամռան ամիսներին լինում է մեր այսպիսի մղձավանջ, որ երբ որ օրինակ կոնկրետ վերսած թաղամասում էլեկտրաէներգիան հեծի պատճառով անջատվել, ջուրը անջատվել է վեոլա ջրի պատճառով, հա։ Այդտեղ ասենք մատ ուրվականային իրավիճակը ոչ լույս կա, ոչ ջուր կա, սվետաֆորները չեն աշխատում։ Հիմա ասֆալտն էլ արդեն չի լիֆտը չի աշխատում, ջրափոսեր է տեղ, ոսպես էս որտեղ է։ Կինոներ որ ասում են մարդը բանս կտրես, չգիտեմ, կտրես, կնիկը լույսը կտրես, չէ։ Հա, ոսկե ցելիկն է։ Հա, ոսկե ցելիկի մեջ, հա։ Լրի վետ վիճակ։ Մարդը հացը կտրեց, կինը ջուրը։ Հա։ Պարոն Սուքիասյան, Մայր Հայաստանը մի նոր մշակույթ էլ փաստորեն ներդրեց ավականու գործունեության մեջ, երբ քաղաքացու շահերը պաշտպանում է դատական կարգը։ Այո։ Օրինակ, դուք Կարմիր կետագծերի հետ կապված եք դիմել դատարան 2 անգամ, կարծեմ դատը շահել եք, բայց այս աներես փոքրամասնության իշխանությունը միևնույն է շարունակում է նույն որոշումները ընդունել, իմանալով, որ հակաօրինական որոշում է կայացնում եւ թանկացնում է այդ կարմիր կետագծերը։
Հետո տրանսպորտի թանկացման հետ կապված ես հիշում եմ, որ շատ լայնածավալ ակցիաներ իրականացնում եւ Մայր Հայաստանի հենց այդ պայքարի շնորհիվ էր նաեւ, որ իրենք չկարողացան 300 դրամ դարձնել եւ ստիպված իջեցրեցին 150 դրամի։ Այդ դատական գործընթացներից, հա, նաեւ ես հիշեցնեմ, որ այս տրանսպորտի թանկացման հետ կապված կարծեմ դուք ավականունիստ եք հրավիրել, իրենք չեք աղեցան։ Քաղաքացիական 10,000 Երևան։ Խիզախությունները նրանց չերիքեց, որովհետև ակնհայտորեն տրանսպորտը թանկացնելու այդ պատճառները, որոնք ինքնին բերում էին, հիմնականում կապված է կանխիկի հետ։ Իսկ կանխիկի հետ կապված զանազան մսխումները եւ յուրացումները թելերը տանում են դեպի իրենց։ Եթե իրենք վստահ լինեն իրանց վերած փաստարկների մեջ, իրենք ուզում են ասենք դիցուկ մենք իշխանության ենք ունենք ինքնընդդիմություն, ինչ որ մի թեմայով անընդհատ բերում է նիստի նախաձեռնություն։ Ես առանց հոգնել կգնամ, եթե ես ամբուրել տեսակի խոցելի ոչ մի բան չունեմ, ոչ մի արահետ դեպի ինձ չի բերում։ Ամենահիմնական թեման այն էր, որ երբ որ դու ուզում ես հաշվել ինքնարժեք ուղևորավարձի, դու պիտի ունենաս ամենակարևոր ելակետային թիվը մեկ օրվա ընթացքում ուղևորափոխադրումներ, քանի հոգի օգտվում, որ դու հասկանաս այդ ծախսը քանի հոգու վրա բաժանես։ Եթե դու այդ թիվը չունես, իսկ իրենք չունեն։ Կարծեմ Մայր Հայաստանի հաշվարկով 70 դրամ էր, չէ, 70-ից 100 դրամ էր։ Դու մաքսիմում 100 դրամի մեջ կարող եք տեղավորվել դա։ Մենք բարբերաբար բացաձայնում ենք, այդ Երևան ավտոբուս փբերում բարբերաբար գործադուլներ մենք գնացել ենք եւ հեռուստատեսախցիկների առաջ եւ ցեսագրվող հուսակցություններ ենք ունեցել։ Այդտեղ այնպիսի բաներ են ասել ավտոբուսի պարկի տնօրեն հարստանա թողի գնա Ամերիկա, վառելիքի հետ կապված, չգիտեմ, տեղ սպասարկման հետ կապված, պահեստամասերի հետ կապված, մսխումներ, չգիտեմ ինչեր, ու ավակում ես ավականունիստի ժամանակ ու մի որևէ ցերիվապահ չի գնում, մտնի դեռ ասի ավականունիստի ժամանակ սենց բան անցել, հələ տենամ, այս ինչ է կատարվում ստեղ, որ այստեղ կատարվողին հղում անելով այնտեղ տրանսպորտին է։ Ամենայնիվը չի սպառնում, որ իրավապահները կնան։ Երթում էին իրենք, հա, ասում էին, որ մի խոսքով 300 դրամ պիտի լինի, անհնար է 300 դրամից չպիտի իջնի, հենց Ավինյանը ինքն էր հայտարարում, բայց եթե հիշում եք, մեկ օր անց միանգամից ասեց, որ չէ, ամեն դեպքում մենք 150 դրամ պիտի իջեցնենք, որովհետև նաև պայքարի արդյունքում Մայր Հայաստանի ու քաղաքացիների ի պատիվ մեր քաղաքացիների, որոնք մեծամասնությամբ միացել էին այդ բոյկոտին, իրենք հասկացան, որ համակարգը կոլապսի է ենթարկվում եւ շատ ավելի մեծ իրենք կորուստներ են ունենում, միանգամից իջեցրեցին 150 դրամ ու այս առումով Ավինյանի սկզբունքայնությունը ես հավասարեցնում եմ Ախուրյանցի անո կար, չէ՞, մի հատ Այն Ախուրյանցի անուն, որ սկզբից ասում էր, ես ոչ մի դեպքում վարչապետ բան չեմ ճանաչում, Նիկոլ չկա բան, հետո հաջորդ օրն ասում էր Նիկոլը իմ վարչապետն է ում։ Ես առաջարկում եմ այդ տեսանյութը դիտենք իրար հետ ու շարունակենք հետո մեր զրույցը։ Ես վստահ եմ, որ շատ ավելի հեշտ կլիներ, ասենք, որ եկեք 150 դրամ սարքենք մի տոմսի գինը, բայց դա ճիշտ չի։ Որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս։ Մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ։ Գալեկանից է մեշական փոխնա Փաշինյան ընտրեց, ես Փաշինյան չեմ ընտրել։ Ես եմ ընտրում երածս ընտրություն շատ եմ փոշմանի։ Ես ներողություն խնդրեմ պարոն Փաշինյանից։ Նախ շնորհակալություն իր գործերի համար, իր հայաց ամենալավ բաների համար։ Պարոն Փաշինյան, ես չեմ հասկացել ինչ եմ խոսացել, հիմա բարգած եմ եղել, խոսացել եմ, սխալ եմ եղել, խնդրեմ ներող եղեք, Ախուրյանից եմ, անոն եմ, ինչ եմ, ես Փաշինյանից եմ, ես ուղղակի տակության մեջ ընկած չեմ հասկացել, թե ինչ եմ խոսացել, եղել ես վարչապետ, կմնաս վարչապետ ու կերնես վարչապետ, իմ վարչապետը Փաշինյան։ Իրավի քպիական սկզբունքայնություն էր, մարդ կարող է հիանալ, էլի կարելի է անվերջ նայել, ասենք կրակին ու քպականների սկզբունքայնությանը, էլի։ Այդտեղ ինչ տեսանյութը ասվածի վերաբերյալ կուզեի կատարես հավելում, որ երբ որ իրենք 150 դարձրեցին, ներողություն 300 դարձրեցին 150,
իրենց վերած արգումենտացիայի մեջ ասում են հիմա 150 է, բայց ամեն տարի աստիճանաբար պետք է ավելանա ոչ պակաս քան 10 դրամով։ Հիմա երբ որ 25 դեկտեմբերին բերեցին նորից տեղական տուրքերը եւ վճարները, մենք փնտրում ենք այդ 10 դրամի թանկացումը բերել են, ու իրենք չեն բերել։ Եվ մենք ունենք հիմնավոր կասկած, որ դա կապված է տախնդրական տարվա հետ։ Այսինքն մյուս տարի պարոն Սուկասյան կարող է 20 դրամ Եթե աստված մի առաջ բարձավանջը շարունակվի, թող քաղաքացիները իմանան, տրանսպորտը էլի է թանկանալու։ Ես ուզում եմ դա բոլորը ֆիքսել։ Լավ, պարոն Սուկասյան, փորձենք ավարտել տրանսպորտով էլ ավարտենք, որովհետև շատերը օգտվում են, եւ օրինակ ես էլ անձամբ օգտվում եմ կենտրոնիչներից, որովհետև համարում եմ, որ մեքենայով կենտրոնիչները դա մի հատ սարսափելի մեծ փորձություն է, էլի։ Եվ հասկանում եմ, որ տրանսպորտի վիճակը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ամեն օր են օգտվում, սարսափելի նյարդային ինչ-որ ջղացիկումներ կարող է առաջացնել, հատկապես պիկ ժամերին։ Այսինքն իրենք ինձ ասում էին, որ թանկացնենք, նորմալ տրանսպորտ ես ունենալու օգտվելու, բայց ես ոչ մի տարբերություն ըստ էության մեծ առումով չտեսա էժան տրանսպորտի ու թանկացրած տրանսպորտի մեջ։ Այս հիմա ինչ որ խոստումներ կան, ավականի ինչ որ բան քննարկում է, որ ասենք, չգիտեմ, իրենք ընդհանրապես իրենց կարողացած այն էր, որ Աչափնյակ մետրոյի փողը կտրեն տան արագարակ տրոլեյբուսներ առնել, որ այդ բանը մետրոյի կարողանա։ Այս նախընտրականից ընդառաջ այդ կառնավալի նման բերեն այդ ավտոբուսները, տրոլեյբուսները մտցնեն քաղաք, տեսեք ինչ է կատարում։ Ինչ վերաբերում է ձեր ասած այդ մղձավանջին, որ հատկապես երեկոյան ժամերին թե կանգ առնելուն ինչ է կատարվում, երբ որ անցնում տեսնում ես այդ մարդկանց այդ ճարահաճար կանգնած վիճակը, ակամայից հիշում ես մեր բոյկոտի ժամանակ Միկին այսպես այդ գազելները որ տարփողում էին գազելները որ այդ մեկին շատ դավաց նախկինում կռացած է խալխի մարդին գրկացնում գնում հիմա կանգնած եմ խալխի մարդին գրկացնում գնում երբ որ փողոցով անցնելուց կանգ առնում տեսնում ես ասենք հատկապես բժշկական համալսարանի մոտ շրջանային տարբեր տեղեր 100-150 հոգի այսպես հուսահատ ճարահաճար կանգնում է կես ժամ 40 րոպե կամ կնստի կամ չնստի մոտ տակամայից հարց առաջանում լավ այս մարդիկ ինչքան են պատրաստ սա հանդուրժել, ներել, համակերպվել, այդպես անտանելի ամարտկային պայմաններով երթևեկել, բայց որպես իմ իսկ կողմից հնչեցված հարցադրման պատասխան պիտի ասեմ, որ հունիսի 7-ին գալու է կանգառներում հուսախաբորեն կանգնած քաղաքացու վրեժի ժամանակը եւ հունիսի 7-ին այդ կանգառում կանգնած քաղաքացին իր թարսապտակը տալու է թե քաղաքային իշխանությունին, թե քաղաքացիական պայմանագրին, որովհետև տնից սկսած, տրանսպորտից սկսած, աշխատավայրով շարունակած, խանութների թանկացումներով վերջացրած, կյանքը դարձել է անտանելի, գումարած թուրք-ադրբեջանական մուղամը, որը տարածվում է հմեկով եւ այլ քարոզչական միջոցներով։ Այս լավ նոտայի վրա էլ ավարտենք, իմիջիալոց ամեն ինչ թանկանում է, օրեցօր թանկացումներից խոսեց պարոն Սուկասյանը, տավարի միսը օրինակ վերջին շրջանում 200 դրամով թանկացել է, որովհետեւ տավարը Հայաստանում կրճատվում է աներևակայելի տեմպերով։ 4 կոտանի տավարը։ 4 կոտանի տավարը։ Ես մի հատ գրառում եմ արել, տակը մեկը գրեց, ասես չի կրճատվում, որոշները պաշտոն են ստացել դրա։ Այս նոտայի վրա արեկնաց երևի ավարտենք։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար պարոն Սուկասյան, իսկ մեր դիտողներին եւս մեկ անգամ հորդորում ենք, որպեսզի միանաք մեր Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, հավանեք, տարածեք, մեկնաբանեք, մի խոսքով միանաք մեզ, որպեսզի միասին մենք փոխենք երկրում տիրող այս խայտառակ իրավիճակը։ Միացեք, որ փոխենք։